Այսօր մեր հյուրն է Ստեփան Ջեմ Հալավուրդը, Բերսիմա հայերի միության նախագահը։ Եթե հիշում եք, ես երեք ասեցի, որ դերսինցիների մեջ շատ ծաղկումով հայեր կան, պարզապես նրանց մի մասը արդեն խորապես համոզված է, որ հայ է, որոնցից մեկը Ստեփանն է, նախկին անունով Իսմայիլ, որը աստիճանաբար սկսել անգամ հայերեն սովորել, բայց գոնե իր ընտանիքը հայերեն է սովորում, ինքը մկրտվել է, այսինքն մենք ունենք արդեն այդպիսի մարդիկ։ Ասեմ, որ Ստեփանը իրավաբան է կրթությամբ, ինքը Հրամ Դինքի դատավարության դատապաշտպաններից մեկն է, ինչպես նաև Տրապիզոնում մի քանի տարի առաջ սպանված 3 քրիստոնյա հոգևորականների դատի դատապաշտպանը։ Ինչպես նաև բազմաթիվ այլ, ասենք, ազգանապաստ դատավարությունների է մասնակցում։ Հատկապես ուզեի շեշտել մի շատ կարևոր հաղթանակ, վերջերս, մի կես տարի առաջ էր կարծես, երբ Ստեփանին հաջողվեց թուրքական դատարանում պաշտպանել եւ հաղթել մի դատավարություն, երբ որ մուսուլման ծնողը ուզում էր իր երեխային ուղարկել հայկական դպրոց։ Այն հիմնավորմամբ, որ ինքը հայ է ծագումով։ Հիշեք, որ Լոզանի պայմանագրի մեջ հայկական դպրոցները ոչ մուսուլման փոքրամասնությունների համար էր, ոչ մուսուլման հատուկ ընդգծված էր։ Սա մեզ համար կարևոր է, որտեղ եթե սա այդ դատավարության հիման վրա հնարավոր լինի նաև մուսուլման հայերին իրենց երեխաներին ուղարկել հայկական դպրոց կամ բացել այդպիսի դպրոցներ, դա էական տեղաշարժ կլինի Թուրքիայի ներսում։ Որովհետև սեփական զավակներին ուղարկել դպրոց եւ լեզու սովորեցնել տալը ավելի հեշտ է եւ օրենսդրորեն եւ հոգեբանորեն, քան կրոնը փոխել։ Ինչքան էլ մարդ դիտակցի, որ ինքը ծագումով հայ է։ Կրոնը ավելի պահպանողական է։ Այնպես որ մենք այսօր ունենք շատ կարևոր մարդ մեզ հետ, ինքը համառոտակի կներկայացնի Բերսիմա հայերին, Բերսիմա հայերի միությունը, ապա ինչպես միշտ կունենաք հարց ու պատասխանի միջոցով շփվելու եւ կարծիքներ փոխանակելու։ Համեցեք։ Herkese merhaba. Merhaba. Bana bu fırsatı veren ve bu etkinliği düzenleyen kişilere, emeği geçen herkese teşekkür ediyorum. Շատ շնորհակալ եմ այս միջոցառումը կազմակերպողներին եւ այստեղ հրավիրողներին։ Bir dernek başkanıyım ve hukukçuyum. Ես միության տնօրեն եմ եւ իրավաբան։ Dolayısıyla akademik konulara girmeyeceğim. Դրա համար ակադեմիական թեմաներին չեմ անդրադառնա։ Biraz derneğimizin ortaya çıkışını, մի փոքր խոսեմ մեր միության մասին։ biraz kendi ailemi ve yaşantımı anlatmak istiyorum. Իմ ընտանիքի մասին, ապրելակերպի մասին կպատմեմ։ Bu kısa bir konuşma olacak. Daha sonra sorularınız olsa onu da yanıt vermek isterim. Սա մի փոքր կարճ կտևի, դրանից հետո արդեն ձեր հարցերին կպատասխանեմ։ Hepimizin bildiği gibi Dersim 1915'ten payına düşeni aldı. Ուրեմն դերսիմներ 1915 soykırımında 1915 թվականի ցեղասպանության ժամանակ birçok Dersim Ermeni katledildi. Դերսիմում էլ շատ հայեր կոտորվեցին։ Özellikle ova bölgelerinde yaşayan, dağlık bölgelerde değil de ovalarda yaşayan Հիմնականում դաշտային մասում բնակվողներ, իսկ լեռնային մասում բնակվողները ոչ այդքան։ insanların tamamına yakını yok edildi. Մեծամասամբ ոչնչացվեցին։
Kalan insanlarsa Իսկ մնացածները, ովքեր մնացին ոչ։ tüm mal varlıklarını vererek Իրենց ամբողջ ունեցվածքը տալով, Kürt beylerinin aşiretlerine sığındı. քուրդ բեյերի աշիրետներին միացան, կապեցին։ Burada fiziksel varlıklarını korumak istediler. Այստեղ իրենք էլ փորձում են իրենց ունեցվածքը պաշտպանել, Ancak hiçbir okulu ve kilisesi kalmayan Dersim Ermenileri բայց Դերսիմի հայերը այդ ժամանակ էլ չունեին ոչ եկեղեցի, ոչ դպրոց։ kendi kültürlerini yaşamaktan uzak bir şekilde hayatlarını sürdürdüler. Սեփական այդ սեփական կրոնից, սեփական ինքնությունից բավականին հեռու արդեն հեռացան։ İsimlerini ve kimliklerini değiştirmek zorunda kaldılar. Եվ ստիպված էին անուններն ինքնությունը փոխել։ Ancak hiçbir zaman Ermeni olduklarını unutmadılar. Բայց երբեք չեն մոռացել, որ հայ են։ Kuşaktan kuşağa, nesilden nesile Ermeni olduklarını çocuklarına söylediler. Սերնդեսերն պատմել են, որ իրենք հայեր են։ Եղել հայեր են։ Bugün Dersim'deki tüm köylerin hangilerinin Ermeni köyü olduğu, hangi ailelerin Ermeni olduğu herkes tarafından bilinmektedir. Այսօր բոլորն են գիտեն, թե Դերսիմում որոնք են ովքեր են հայերը եւ հայերի տները որտեղ են գտնվում։ Dersim Ermeniler Derneği olarak biz bu gerçeği gördük. Մենք որպես Դերսիմի հայերի միություն այս ճշմարտությունը ներկայացնել ենք։ Ve artık kendi kimlikleriyle yaşamaları gerektiğine inandık. Եվ հավատում ենք, որ ժամանակի ընթացքում նրանք իրենց ինքնությունը կվերագտնեն նորից։ Soykırım yaşamış yaşlılarımız ve onların çocuklarının korkuları 3. kuşak genç nesiller üzerinde o kadar da fazla yoktu. Այն վախը, որ արկա էր մեր պապերի մեջ, մի քան ավելի ծերերի մեջ, հիմա գնալով սերնդեսերունդ ավելի քչանում է։ Ve Dersim Ermenilerinin torunları yani bizler Եվ դերսիմցիների թորները, այսինքն մենք, kendi kültürümüzle bütünleşmek istedik. մեր սեփական մշակույթը ամբողջացնել ենք ցանկանում։ Bu sebeple bundan 4 yıl önce derneğimizi kurduk. Այս պատճառով էլ մի քանի տարի առաջ մեր միությունը ստեղծեցինք։ Derneğimiz giderek daha fazla üyeye sahip oluyor. Եվ գնալով մեր միության մեջ ավելի շատ մարդիկ են ներգրավում, հայեր։ İnsanlarımız kendi kültürüyle kaynaşıyor. Այդ մարդիկ իրենց մշակույթի հետ են առնչվում, ծանոթանում։ Cenazelerimiz kiliseden kalkıyor. Եվ Ölülerimiz. այո։ Եվ մեր սպանվածների զոհերին էլ ենք փորձում արդեն հիշատակել։ Çocuklarımız kendi okullarına gidiyor ve kendi dillerini öğreniyorlar. Մեր երեխաները գնում են դպրոց եւ իրենց լեզուն են սովորում, այսինքն հայեր են, Evet, Ermenice. հայեր են։ Հայկական դպրոցներ են հաճախում։ Dernek faaliyetleri olarak özellikle dayanışma yemekleri yapıyoruz. Որպես միություն, մեր միությունում հիմնականում քննարկումներ ենք անցկացնում։ Özellikle İstanbul'da yaşayan Dersim Ermenileri bir araya getirmeye çalışıyoruz. Եվ փորձում ենք հատկապես Ստամբուլում ապրող դերսիմցիներին հավաքել միտեղ։ Çünkü Dersim'de şu anda çok büyük bir göç var ve Dersimli Ermenilerin büyük bir kısmı İstanbul'da yaşamaktadır. Որովհետև հիմա Դերսիմում երևս արտագաղթ կա եւ մեծամասամբ ապրում են գնացել են Ստամբուլ ապրելու։ Yine akrabalarımızın büyük bir kısmı yurt dışında yaşamaktadır. Avrupa'da yaşamaktadır. Մեր բարեկամների մեծամասնությունը եւս ապրել է երկրից դուրս Եվրոպայում։ Yurt dışında yaşayan akrabalarımızla ilgili de yine dernek çalışmamız var. Մեր եւ այնտեղ ապրող մեր բարեկամների, հարազատների մասին եւս աշխատանքներ ենք իրականացնում մեր միությունում։ Onlarla kaynaşmak için Նրանց հետ հաղորդակցություն։ yurt dışında geceler düzenliyoruz. Մենք անցկացնում ենք նաեւ օրեր ենք անցկացնում երկրից դուրս։ Ortak bir kültür yaratmaya çalışıyoruz. Եվ փորձում ենք մեկ ընդհանուր մշակույթ ստեղծել։ Yurt dışında yaşayan akrabalarımız biraz daha rahat bir ortamda oldukları için kendi öz kültürlerine dönüşleri daha hızlı oldu.
Եվ մեր հարազատներին վերադարձնել իրենց նախկին մշակույթին ավելի արագ ստացվեց։ Bu durum İstanbul'da yaşayan Dersimli Ermenilerini de güçlendirmektedir. Եվ այսօր էլ Ստամբուլում մեր ապրող դերսիմցիները գնալով ուժեղանում են այդ միությունը։ Öte taraftan doğduğumuz ve oraları bırakmamak için çok çaba sarf ettiğimiz Dersim için de çalışmalarımız var. Եվ աշխատում ենք նաև ամեն ինչ անել, որ Դերսիմում եւս Դերսիմից չհեռանան ու այդտեղ եւս մեկ ընդհանուր մշակույթ ստեղծենք։ Her yıl düzenlenen Dersim Festivali'ne Ամեն տարի Դերսիմ ֆեստիվալ է անցկացվում։ katılıyoruz, etkinlikler yapıyoruz. Դրան մենք էլ ենք մասնակցում, գործունեություն ենք ծավալում։ Dersim'in köylerinde araştırmalar yapıyoruz. Դերսիմի գյուղերում ուսումնասիրություններ են կատարում։ Ermeni olduğunu bildiğimiz ailelere gidiyoruz. Գնում ենք այն ընտանիքներ, որ գիտեն, որ իրենք հայեր են, այցելում ենք այդ Onlarla ընտանիքներին։ temas kurup ilişkiyi kurmaya çalışıyoruz. Եվ փորձում ենք հարաբերություններ հաստատել նրանց հետ։ Bu arada Hayastanda yaşayan Ermenilerle de ilişki kurmak istiyoruz. Եվ միևնույն ժամանակ նաև Հայաստանում ապրող հայերի հետ եւս հարաբերություններ ենք փորձում հաստատել հայաստանցիների։ Ve bu amaçla her yıl Dersim'de düzenlenen festivale Hayastan'dan bir halk oyunları ekibi geliyor. Եվ ամեն տարի Դերսիմում կազմակերպվող ֆեստիվալի նաև հայեր են մասնակցում, բավական մեծ չափով։ Ve biz bu heyetle birlikte Dersim'in köylerinde, şehirlerinde etkinlikler yapıyoruz. Եվ մենք միասին Դերսիմի քաղաքներում, գյուղերում գործունեություն ենք ծավալում։ Çalışmalarımız ailelerimiz bakımından önemli olduğu kadar Dersim açısından da çok önemli bir anlam ifade ediyor. Մեր գործունեությունը կարևոր է թե մեր ընտանիքների տեսանկյունից եւ թե ընդհանրապես դերսիմցիների, դերսիմահայերի համար։ Dersim tartışılırken Dersim'in hep Zaza, Kürt ya da Alevi olduğu söylenirdi. Երբ որ հարցնում են դերսիմցիներին, նրանք ասում են կամ Զազա են, կամ Ալևի, կամ Քուրդ են։ Ancak hiçbir zaman bir Ermeni gerçekliği, Dersim'in Ermeni gerçekliği ifade edilmezdi. Բայց ոչ մի անգամ չէր հայտարարվում, որ նրանք հայեր են։ Çalışmalarımız Հայերի մասին։ başladığından bu yana Երբ սկսեցինք աշխատանքները մի կողմից, artık Dersim'in bir Ermeni yurdu olduğu, արդեն Դերսիմը որպես հայերի մի հայրենիք լինելը, bir Ermeni geçmişinin olduğu հայերի հայկական անցյալը ve bugün orada yaşayan Ermenilerin de bulunduğu եւ այնտեղ ապրող հայերին էլ գտանք herkes tarafından kabul edildi. եւ բոլորի կողմից էլ դա ընդունվեց։ Son yaptığımız etkinlikte Վերջին գործողության ժամանակ babamın doğduğu köyde այն գյուղում որտեղ ծնվել էր հայրիկս, belki de 100 yıl sonra, 1915'ten sonra, 100 yıl sonra երևի 1000 տարի առաջ, 100 տարի առաջ Ermeni türküleri söylendi, հայերեն հայ ազգային երգեր էին երգում։ halaylar çekildi. Հեքիաթներ հայ բարեր Ve yemekler yendi. Եվ ճաշեր էին, հայկական ճաշատեսակներ էին ուտում։ Orada yaşayan insanların mutluluğunu bizzat gördüm. Այնտեղ ապրող մարդկանց ուրախությունը ես տեսա։ Ve tüm Dersim'de Ermeniler Mazgirt'te etkinlik yapıyor diye tüm Dersim'de duyuldu bu. Եվ ոչ Դերսիմում Mazgirt, Մազգիրտում այդ ամենի մասին խոսվում էր։ Bu şekilde çalışmalarımıza devam ediyoruz. Այսպես մեր գործունեությունը շարունակում ենք։ Yaptığımız her etkinlik Արված ամեն մի գործողություն Dersim'de çok ciddi etkiler yaratıyor. Շատ մեծ հազարություն է ունենում Դերսիմում։ Dersim çalışmasının şöyle de bir önemli yanı var. Onu da belirtmek istiyorum. Ուզում եմ որ իմանաք նաև որ Դերսիմում շատ կարևոր գործընթացներ են տեղ ունենում։ 1915'ten sonra sadece Dersim'de değil, Anadolu'nun Batı Ermenistan'da 1915 թվականին ոչ միայն Դերսիմում, այլև Արևմտյան çok sayıda Kürtleşmiş շատերը Ալևիլեշնիշ ալևիացան ve Zaza olduğunu düşünen insanlar եւ Զազա դարձան, սակայն այդպես մտածող մարդիկ Ermeniler հայերը var. այդպես մտածող հայեր կան
Ve Dersim çalışması onlar için de yol gösterici bir tarafı var. Եվ դերսիմի այս աշխատանքները նրանց ճանապարհ ցույց տալու նպատակ եւս ունեն։ Batı Ermenistan'da Արևմտյան Հայաստանում 1,5 milyonla 6 milyon arasında 1.5-ից 6 միլիոն 6.5 միլիոն dönmüş Ermeni olduğu söyleniyor. Ծպտյալ հայերի մասին են խոսում։ Bu çok büyük bir sayı, Սա շատ մեծ մի թիվ է önemli bir rakam եւ շատ կարեւոր տվյալ։ ve biz bu insanları yeniden kazanmak için Եվ մենք այս մարդկանց նորից հետ վերադարձնելու նպատակով sadece Dersim'de değil, ոչ միայն Դերսիմում, այլև Batı Ermenistan'ın diğer illerinde de Արևմտյան Հայաստանի տարբեր տեղերում եւս çalışmalar yapmaktayız. գործողություններ ենք աշխատանքներ ենք տանում։ Çalışmalarımızın temelini Մեր աշխատանքների հիմքը 1915'te üstü kapatılmış 1915 թվականին իրենց մեջ փակված arşiv kayıtlarını, devlet kayıtlarını արխիվները, այսինքն Թուրքիայում փակ արխիվները, արխիվային նյութերը ortaya çıkarmak da var. փորձում ենք նաև դուրս բերել։ Դուրս անել։ Ben Ermeni olduğumu 17 yaşında öğrendim. Ես իմ հայ լինելու մասին տեղեկացել եմ 17 տարեկանում։ Babam başıma bir şey gelmesinden korktuğu için Հայրիկս վախենում էր, որ ինչ-որ մի բան կարող է պատահել։ büyümemi bekledi. Եվ սպասում էր, որ մեծանամ ես։ Sonra da babasının ona yüklediği bu görevi Եվ այս հայրիկից ճնշող այս դորությունը տեղեկությունը yerine getirdi ve rahatladı. ինձ ասեց եւ հանգստացավ։ Ben Ermeni olduğumu öğrendim, bu mutluluğu yaşadım Երբ ես իմացա, որ հայ եմ, ուրախացա ve kendi kültürümle daha sık ilişki kurmaya başladım. եւ սկսեցի սեփական մշակույթի հետ ավելի շատ առնչվել։ Batı Ermenistan'da yaşayan tüm Ermenilerin buna hakkı olduğunu düşünüyorum. Եվ մտածում եմ, որ Արևմտյան Հայաստանում ապրող ցանկացած հայ ունի այս իրավունքը։ O sebeple Այս պատճառով էլ büyük bir coşkuyla ve sevgiyle çalışıyoruz. այս սրա պատճառով էլ մեծ ողջավորությամբ եւ սիրով աշխատում ենք։ Aslında Dersim Ermenilerinin çalışması sadece Ermenileri de ilgilendirmiyor. Դերսիմում կատարող այդ մեր գործունեությունը միայն հայերին չէ, որ վերաբերում է։ Bugün Batı Ermenistan'da insanlar kimliklerini arıyor. Այսօր Արևմտյան Հայաստանում մարդիկ սեփական ինքնությունն են փնտրում։ İnsanlar geçmişlerini aradıklarında bildikleri dışında başka bir ırktan olduklarını öğrenme korkusunu yaşıyor. Եվ այնտեղ մարդիկ ապրում են վախի մեջ են ապրում, որ կարող է նրանց ուրիշ նրան բարձ դառնան նրանց ինքնությունը, իսկական ինքնությունը։ Gerçekten kendini Kürt bilen acaba Kürt mü? Եվ ասենք մարդ, որ ասում է ես քուրդ եմ, իսկապես քուրդ է։ Ya da Zazalar gerçekten Zaza mı? Կամ Զազան, որ ասում է Զազա եմ, իսկապես Զազա է։ Ve Dersimli Aleviler Եվ Դերսիմի հայերը bunların kökeni nedir? իրենց նրանց արմատները եւս Ալևիզմ բացահայտել։ Alevilik bir ırk değildir. Ալևիզմը մի կրոն չէ։ Alevilik bir inançtır. Ալևիզմը մի հավատք է։ Kendini Alevi olarak bilen insanların kökeni nedir? Այն մարդը, որ ասում է ես ալևի եմ, նրանց հիմքը, նրանց արմատը ո՞րն է, ինչն է։ Bu sorunun cevabını Dersim için verebilirim. Ես այս հարցի պատասխանը կարող եմ տալ։ Dersimli Ermenilerin tamamına yakın Ermeni kökenlidir. Դերսիմի հայերը հիմնականում Dersimli Alevileri. Dersimli Alevilerin Dersimli Alevileri. հայկական արմատներ büyük çoğunluğu մեծ մասը դերսիմի ալևիների մեծ մասը հայ է։ ve bunlar kimlik bunalımı yaşamaktadır. Եվ նրանք ինքնության ճգնաժամ են ապրում։ Bunu doğrulayan çok fazla sayıda veri var. Այս սրա վերաբերյալ շատ տեղեկություններ կան։ Bunların bir kısmına biz de yeni ulaşıyoruz. Սրանց մեծ մասի հետ մենք նոր ենք ծանոթանում, նոր ենք զբաղվում դրանցով։ Ama bizim bir avantajımız var. Բայց մեզ մի Arabeluktun. առավելություն, մենք առավելություն ունենք մի, O alanda çalışıyoruz. այդ ոլորտում էլ ենք աշխատում։ İnsanlarla yüz yüze geliyoruz. Մարդկանց հետ դեմ դիմաց հանդիպում ենք։
Bu sene başıma gelen bir olayı anlatayım size durumu açıklamak için. Մեկի պատմեմ մի դեպք, որը պատահել է մի մարդու հետ եւ ինքը մի մարդու հետ ինքը իր հանդիպելու ժամանակ Dersim'de herkesin Ermeni köyü olarak bildiği Sin köyüne gittik. գնացինք Սիմ գյուղը, որտեղ բոլորը իրենց համարում էին հայեր։ Yanımızda Hayaslan'dan gelen ekip de vardı. Մեզ հետ Հայաստանից եկած մարդ հետ կար։ Orada iki tane genç bayanla tanıştık. Այնտեղ մի քանի երիտասարդ կանանց հետ ծանոթացանք, Biraz sohbet ettik. որ մի քիչ զրուցեցինք, Bize çok misafirperver davrandılar. շատ հյուրընկալ էին նկատմամբ։ Ayran ikram ettiler. Անե։ Ayran. Թան էին հյուրասիրեցին Ve մեզ։ onlara siz nesiniz, kökeniniz ne diye sorduk. Եվ հարցեցինք, թե դուք ձեր արմատները որտեղից են։ Alevi olduklarını söylediler. Ասեցին, որ Ալևի են։ Biz de Aleviliğin bir inanç olduğunu ama millet olarak hangi ırktan geldiklerini sorduk. Եվ հարցեցինք, որպես ազգ դուք որտեղից եք գալիս, ոչ թե որպես Cevap veremediler. չպատասխանեցին, չկարողացան պատասխանել։ Sohbet biraz ilerledi. Մի փոքր ավելի երկար խոսեցինք։ Bizim derneğimizin yöneticilerinden birinin Մեր միության ղեկավարներից մեկի bu kişilerin teyzesinin oğlu olduğunu öğrendik. եւ իմացանք, որ սրանցից մեկը նրա մորաքույրն է, այդ մեր միության ղեկավարներից մեկի Մորքուրի աղջիկն է։ քզը, թեզանի, մորքույրի աղջիկն է։ Bu kişi derneğimizin yöneticisi olan bu şahıs Ermeni kökenli olduğunu söylemekte ve bizim derneğimizde yöneticilik yapmaktadır. Այնուհետև արդեն երբ որ իմացա, հայերը նաև սկսեց մեր միության մեջ գործունեություն ծավալել։ Önce bunu onlara söylemek istemedim. Սկզբից ես սա չէի ուզում նրան ասել, Yani onları üzmek istemedim ya da sıkıştırmak istemedim. Չէի ուզում տխրեցնել նրան, Ama dayanamadım բայց չհամբերեցի։ ve dedim ki sizin teyzenizin oğlu Ermeni, siz nasıl Ermeni olmuyorsunuz? Ասացի, որ ձեր մորաքույր աղջիկը հայ, մորաքույրը հայ, դուք ինչու։ Eğer o Մորաքուրի դղան հայա, դուք ինչու։ Աղջիկը։ Չէ, մորաքուրի դղան աղջիկներն է հարցնում։ kuzen değil, kuzen. Evet, եթե այն մարդը, որ աշխատում է իրենց հետ հայ է, դուք ինչպես է ստացվում, որ դուք հայ չեք, թե բարեկամ եք իրար հետ։ Siz nasıl Ermeni olmuyorsunuz diye sordum. Եվ հարցեցի, ինչպես կարող եք դուք հայ չլինել։ Öyleyse o zaman biz de Ermeni olmuş olabiliriz dedi. Ասաց եւ նա պատասխանեց, որ հնարավոր է, որ մենք էլ ենք հայ։ Bugün Dersim'de yaşayan halkların büyük çoğunluğu Այսօր Դերսիմում ապրող մարդկանց մեծ մասը kimliğini aramaktadır. սեփական ինքնությունն է փնտրում։ Bizim yaptığımız çalışma Մեր կատարած աշխատանքը bu zamana kadar insanların bildiği, gerçek zannettiği birçok şeyi yerinden oynattı ve sarstı. մեր կատարած այս աշխատանքները շատ կարևոր նշանակություն ունեցան այս գործում։ Bunu her geçen gün daha fazla görüyoruz. Եվ ամեն օր նրա այս աշխատանքների արդյունքը մենք տեսնում ենք, ավելի է շատանում։ Dersim'deki büyük aşiretlerin birçoğunun Ermeni kökenli olduğunu artık daha rahat söyleyebiliyoruz. Եվ այսօր արդեն կարող ենք շատ հանգիստ ասել, որ Դերսիմում մնացող աշիրետների մեծ մասը հայ են, մի մասը հայեր են։ Bu çalışmalar yapılmadıkça Երբ կատարում ենք այս աշխատանքները, Batı Ermenistan topraklarına rahat ve huzurun gelmeyeceğini düşünüyorum. մտածում եմ, որ Արևմտյան Հայաստանում հանգիստ չի լինում, չկա։ Türkiye Cumhuriyeti Devleti'nin soykırımı kabul etmemesinin nedeni olarak iki şey söylenir. Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Պաշտպանությունը շղթող երկու փաստ է բերում, երկու բնդում է։ Bir Ermenilerin toprak talep edeceği, Մեկը հայերի հողային պահանջատի։ ikincisi de tazminat talep edeceği. Երկրորդն էլ այդ ունեցվածքի պահանջն է։ Bence bunlardan daha da önemlisi Բայց դրանցից ավելի կարևորը halen Batı Ermenistan topraklarında 1,5 milyonla 6 milyon arasında dönmüş olan Ermenilerin yaşamakta olduğunu düşünüyorum. Բայց ես մտածում եմ, որ սրանցից ամենակարևորը այն է, որ Արևմտյան Հայաստանում 1.5-ից 6.5 միլիոն ծպտյալ հայեր են ապրում։ Ben konuşmamı burada tamamlayacağım. Ես ընդհանրացնեմ խոսքս։ Bu tip etkinlikler ve çalışmalar
Այս գործունեությունը bizim azmimizi daha da çok perçinliyor. մեզ ավելի է ուժ տալիս, Buradan aldığımız güç ve enerjiyi այդտեղից մեզ ստացած այդ ուժը եւ էներգիան İstanbul'a ve Dersim'e taşıyacağız. Ստամբուլ եւ Դերսիմ ենք տանում, այստեղ ստացած։ Derneğim adına ve Dersim Ermenileri adına Դերսիմցի հայերի եւ ընդհանրապես մեր միության անունից bana bu olanağı veren kişilere ve kurumlara tekrar çok teşekkür ediyorum. ինձ այս հնարավորությունը տվող մարդկանց շատ շնորհակալ Saygılarımı sunarım. հարգանքներս։ Բարոն Բաբյան, իրենն էլ ձապահարենք։ Շատ լավ դարձ։ Բրավո։ Abi çok güzel söyledin. Bravo. Սկսենք հարցերը։ Sorular şimdi. Հարցեր չկա։ Խնդրեմ։ Uzmanlar belki kesin spesifik milyona haskanı işte zamanı oyuncu etkan անգամ տարբերություն Դոն մեր մենիլեր հակնդա soruyor. Gülerek. Hayrenit Türkiye'nin yes takmanı. Hayrenit Türk bu 1,5 ile 6,5 milyon dediniz ya. Onlar ne anlamamışlar yani. Zıptiyan hayret. Sakınçı etkan mes տարբերություն Niye diyor büyük? Arası niye büyük? 1,5 6,5. Şimdi bununla ilgili değişik Կապված açıklamalar ve kaynaklar var. տարբեր մեկնաբանություններ ու աղբյուրներ կան։ Kimi araştırmalar kapsamına göre Այդ bu ուսումնասիրությունների sayı 1,5 շրջանակում milyon. այդ թվերը որ ներկայացվել, Fakat farklı kaynaklar, farklı araştırmacılara göre բայց ուրիշ տարբեր ուսումնասիրողների ըստ տարբեր 6 ուսումնասիրողների milyon civarında. 6 միլիոն են կազմում։ Bu araştırmayı yapan insanların Այս ուսումնասիրությունները կատարող մարդկանց olanakları ve ne şekilde araştırma yaptıklarıyla ilgili bir sorun. İmkanları yani. Իմքան նրանց հնարավորությունները բարձելու Nayat ornak ısınkta megi Turka anbayman bir dahası var 1 milyon. Gam mego ges milyon. Նայած թե ավելի հավաս ավեստի Havası hangisi daha gerçekçi? շատ մեծ տարբերություն Bu bilimsel verilerle ortaya konulması gereken bir şey. Şu an bunlardan bir tanesinin doğru olduğunu söyleyemem. Fakat şu önemli burada, çok sayılara takılmamak gerekiyor. Burada önemli olan büyük sayıda bir çoğunluğun var olmuş olması Batı Ermenistan'da. Այստեղ ես չեմ կարող հստակ ասել թե դրանից որն է ճիշտը, սակայն մենք բոլորս էլ հասկանում ենք, որ եթե խոսում է այդ թվերի այդքան մեծ տատանման մասին, կարևորվում է այն, որ Հայաստանում, Արևմտյան Հայաստանում բավական մեծ թվով ծպտյալ հայեր են ապրում։ Şöyle bir örnek vereyim açıklamak için. Այսպեսի մի օրինակ բերեմ, որ ավելի պարզ լինի։ Dersim'de yaşayan bir aşiret var, Alan aşireti. Դերսիմում ապրող մի աշիրետ կա, Ալան է կոչվում։ Bu büyük bir aşirettir. Շատ բավականին մեծ մի աշիրետ է։ Bir Alanlı'ya sorduğunuz zaman evet bizim kökenimiz Ermeni der. Երբ նրանց հարցնում ենք, ասում են այո, մենք արմատներով հայեր ենք։ Bir başkası hayır, bizim kökenimiz Ermeni değildir fakat Ermeniler çok sayıda Ermeni bizim aşiretimiz içerisinde vardır der. Ոմանք էլ ասում են, թե ոչ մեր աշիրետ հայկական չի, sակայն մեր աշիրետում բավական շատ են հայերը։ Ben bunların tamamının Ermeni olduğunu düşünüyorum. Իսկ ես մտածում եմ, որ այս աշիրետը ամբողջովին հայ է։ Ancak bunları ortaya koymak için henüz daha çalışmak lazım. Սակայն սա վերջնականապես ապացուցելու ու հայտ բերելու համար աշխատանքներ պետք է իրականացվեն։ Sayı bu sebeple değişmektedir. Այդ դրա համար էլ այս թվերի միջև տատանումներ կան։ Türk Tarih Kurumu Başkanı, eski Türk Tarih Kurumu Başkanı Ուրեմն Թուրքիայի պատմության միության նախկին ղեկավարը Yusuf Halaçoğlu, Yusuf Halaçoğlu bu kişinin hayatındaki temel amacı Ermeni soykırımı olmadığını ispatlamaya çalışmaktır. Նրա կյանքի գլխավոր նպատակը դարձել է ապացուցել, որ հայոց ցեղասպանություն չի եղել։ Bu çok sayıda Ermeninin öldürülmesini açıklamak için Եվ հայերի այդքան շատ թվով սպանությունները բացատրելու նպատակով hayır onları öldürmedik biz. Onların büyük bir kısmı Kürtleşti ve Alevileşti diye bir açıklama yaptı. ասում են, որ ոչ մենք նրանց չենք սպանել, այլ նրանք մեծամասամբ ալևիացել կամ քրդացել են։
amacı soykırım olmadığını ispat etmek olsa da Եթե նպատակը հայոց ցեղասպանությունը ապացուցելն է, լինի, bir yandan bir gerçekliği de işaret ediyor. այդ ճշմարտությունը ցույց տվող մի շատ կարևոր հանգամանք կա Onun verdiği bilgilere göre de նրանց տված տեղեկությունների համաձայն çok fazla sayıda Ermeni kökenli insan Batı Ermenistan'da hala yaşamaktadır. Farklı kimliklerle. Արևմտյան Հայաստանում շատ հայեր իրենց ծտյալ հայեր են ապրում, բավականին շատ են։ Bir de şunu eklemek istiyorum. Եվ սա եմ ուզում։ Bu konudaki bilgilerin tam olarak açığa çıkamamasının temel nedeni Այս ամենը ներկայացնելու հիմնական նպատակը bunları tartışacak özgür bir ortamın olmaması այս ամենի մասին ավելի ազատ քննարկումներ անելու հնարավորություն չունենալու ve tarihi arşivlerin kapalı olması. եւ պատմական արխիվների փակ լինելն է այս ամենի պատճառը։ Ովքեր մասնակցում են ասացիք, համագործակցում են Դերսիմը հայերի միությունը Dersim Ermeniler Birliği İstanbul'da var olan Ermeni yanlısı Hrant Dink Vakfı'yla vesaireyle ilişki kuruyor. Tabii ki. Իհարկե։ Hrant Dink'in derneğimizin kuruluşunda etkisi çok büyüktür. Hrant Dink-ի գործունեությունը մեր միության մեջ շատ մեծ է, ազդեցությունն է Hrant Dink-ի։ Biz derneğimizin kurma çalışmalarını düşünürken Երբ մտածում ենք ստեղծել մեր միությունը, Hrant Dink'in öldürülmesi Hrant Dink-ի սպանությունը bizi daha da hızlandırdı. մեզ ավելի արագացեց մեր գործունեությունը։ Hrant Dink Ermeni gerçekliğini Türkiye'de tartışmaya açılmasına çok büyük hizmet etti. Hrant Dink-ը շատ կարևոր գործունեություն է ծավալել հայերի ինքնության մասին շատ է խոսել ընդհանրապես Թուրքիայում։ Şu anda Բարձրաձայնել հայկական derneğimizin projelerinden biri de Mazgirt bölgesinde Այսօր էլ մեր միության մի ծրագիրը bir Hrant Dink kültür merkezi kurmak. Hrant Dink-ի անվան մշակութային կենտրոն ստեղծելն է Bu ve daha onlarca projemiz var. եւ շատ այդպիսի պլաններ Ve bunların hepsiyle Hrant Dink Vakfı'yla birlikte düşünüyoruz, birlikte karar alıyoruz. Եվ այս ամենը մենք իրականացնում ենք որոշում ենք իրականացնել Hrant Dink-ի հիմնադրամի հետ։ Kendileri bize her konuda destek oluyorlar. Zaten Նրանք շատ են bu աջակցում։ tip destekler olmazsa Dersim Ermeniler Derneği çalışması gerçekten çok zor olurdu. Եվ եթե այսպիսի աջակցություններ չլինեն, Դերսիմի հայերի միության աշխատանքները շատ կդժվարանային։ Örneğin yaptığımız çalışmanın gündeme gelmesinde Agos gazetesinin rolü çok büyüktür. Օրինակ շատ կարևոր Ակոս թերթի դերը շատ մեծ է մեր կողմից արված ծրագրերը ներկայացնելու հարցում։ Այսքանը։ Երեք մենք իմացանք, որ ալևիների թիվը մոտավորապես 15 միլիոն է։ Որ մասն է դրանցից գտնվում Թուրքիայում եւ այդ Թուրքիայի մասից ինչքանը մոտավորապես հայերն են։ Dün burada Ali arkadaş konuşurken 15 milyon Alevi var demişti Türkiye'de. Bu Aleviler hangi kısımda bulunuyorlar dedi ve bunların kaçta kaçı Ermeni? Evet. Şimdi ben Dersim Alevilerinden bahsettim. Հիմա ես մի փոքր խոսեմ Դերսիմի ալևիների մասին։ Dersim gibi Malatya, Դերսիմում եւ Մալայցիայում, Erzincan Էրզինջանում ve Kahramanmaraş'ın bir kısmı. եւ Մարաշի մի մասում Burada yaşayan Aleviler birbirine çok benzerler. այդտեղ ապրող ալևիները շատ են միացնում։ Ama İç Anadolu'da yaşayan Aleviler Սակայն հենց Անատոլիայի ներսում ապրող ալևիները bu Alevilerden biraz daha farklıdır. այս ալևիներից փոքր տարբեր են։ Bunlar kendilerine Bektaşi der. Նրանք իրենց ասում են բեկթաշիներ։ Bunlar Ermeni soykırımını kabul etmezler Նրանք չեն ընդունում հայոց ցեղասպանությունը ve daha çok
milliyetçi, Türk milliyetçisi olarak Եվ ավելի շատ թուրք ազգայնական, որպես թուրք ազգայնական են հանդես kendilerini ifade ederler. Müslümanlar biraz daha yakındırlar. Մուսուլմաններին ավելի մոտ են Örneğin Ramazan ayında oruç tutarlar. եւ մուսուլմանական ծակատարություններ են կատարում, օրինակ Ռամազան։ Ama Dersim Ermenileri, Dersim Alevileri böyle değildir. Բայց Դերսիմի հայերը այդպեսին չեն։ Onlarla ilgili bir şey söyleyemem. Մի բան եւս ասեմ։ Bir oran vermem yanlış olur. Նրա մասին Չեմ կարող ասել։ Bir oran vermem yanlış olur. Ինչ որ Թվային տվյալ չեմ կարող տալ, սխալ կլինի։ Dediğim gibi biz Dersim'de yaşadığımız için Եվ Երուսաղեմում ապրելու համար insanları biliyoruz, tanıyoruz. այն պատճառով որ մենք ապրում ենք Դերսիմում, մարդկանց ճանաչում ենք, գիտենք, Dedelerini dedelerimiz tanıyordu. նրանց պապերին էլ մեր պապերին են ճանաչել։ Dolayısıyla onlarla ilgili daha somut konuşabiliyorum. Այս ամենի մասին ավելի པարզ կարող եմ խոսել, ավելի հստակ կարող եմ։ Bu konuda çok değişik teoriler var. Այս խնդրի վերաբերյալ շատ տարբեր թեորիաներ կան։ Anadolu'da yaşayan Alevilerin Անատոլիայում ապրող ալևիները Ermeniler Hristiyanlığa geçtikten sonra հայերի քրիստոնեության անցնելուց հետո Hristiyanlığı kabul etmeyen Ermeniler olduğunu քրիստոնեությունը չընդունող հայերի լինելը ve bunların kendilerini Alevi olarak ifade ettiklerini եւ իրենց ալևի որպես ալևի söyleyen teoriler var. ասողներ եւս կան։ Örneğin geçen ay İsviçre'de bir Dersim Ermeniler gecesi oldu. Օրինակ անցած տարի Անգլիայում մի դերսիմցիների մեր կողմից կազմակերպված դերսիմցիների գիշերային հանդիպում եղավ։ Agos yazarlarından Sarkis Seropyan Ակոսի թղթակիցներից մեկը Սարգիս Սերոբյան։ bu görüşü dile getirdi. Né? Bu görüşü dile getirdi. Այս միտքն է արտահայտել։ Dediğim gibi bunlar bilimsel olarak ortaya konulması gerekli şeyler. O sebeple burada şu an onlarla ilgili bir şey söylemem ya da oran vermem doğru olmaz. Եվ այս ամենի վերաբերյալ մի ինչ որ միտ կամ ընդհանուր եզրակացություն անել այդքան էլ ճիշտ չի լինի։ Ama Dersim Ermeniyle ilgili söylediklerim doğrudur. Բայց Դերսիմի հայերի մասին իմ ասածները ճիշտ են։ Դուք Եթե վտանգ լինի, դուք կարող եք ձեզ պաշտպանել 15 թվականի ողբերգությունը չկրկնվի։ Tehlike anında diyor siz kendinizi koruyabilir misiniz? Yani daha büyük soykırım denemesi olursa. Zannetmiyorum. Չեմ կարծում։ Yani bu tehlike hep var. Այս վտանգը միշտ կա, միշտ արկա է։ Yaşadığımız bölge çok sorunlu. Մեր այն շրջանը, որտեղ մենք ապրում ենք, շատ խնդիրներով, հարցերով լեցում է։ Suriye'de yaşayan kardeşlerimizin başına gelen, yakın zamanda başına gelenler ortada. Եթե նկատի եք կառնում նաև Սիրիայում կատարվող դեպքերը, ինչպես նաև մեր ազգակիցների հետ կատարված դեպքերը, Bu evet gerçek böyle bir şey olabilir. իրապես կարող է այդպիսի մի բան լինել։ Yani megugis milyon hayeri tivı tuk ayıma çok çıkar. Bu hani diyorsun ya 1,5 milyon Ermenice bilen var mı? Zannetmiyorum belki Չեմ կարծում, երևի halen bilenler olabilir. ինչ որ իմացողներ մի փոքր իմացողներ կարող է լինել։ Ama şunu çok iyi görmek lazım. Սակայն այս ամենը շատ լավ տեսնել եմ։ 1915'ten sonra 1915 թվականից հետո Batı Ermenistan'da Արմենիան Հայաստանում hiç kilise ve okul kalmadı ոչ faaliyet մի yürüten. դպրոց կամ եկեղեցի չմնաց։ Dedelerimiz biliyordu Ermenice. Մեր պապերը գիտեին հայերեն, Onlar çocuklarına aktarmadılar. նրանց երեխաներին Dolayısıyla o zincir koptu. չփոխանցեցին լեզուն եւ այսպեսով այդ շղթան կտրվեց։ Bulundukları yerde kilise ve okulda olmadığı için
Եվ քանի որ չկա եկեղեցի չկար դպրոց չէին գնում դրա պատճառով Dillerini öğrenemediler. իրենց լեզուն չսովորեցին Benim babam ilkokula başlayana kadar իմ հայրիկը նախակրթարան սկսելու Zazaca konuşuyordu. Միշտ նախակրթարան գնալը զազայերեն էր խոսում İlkokulda da Türkçe öğrettiler. Իսկ նախակրթարանում էր թուրքերեն սովորեցեցին Yaşadığı yerde dil öğrenme şansı yoktu. Այնտեղ որտեղ որ ապրում էր իրեն հնարավորություն չեղավ որ հայերեն սովորի Bütün Batı Ermenistan böyledir. Ամբողջ Արևմտյան Հայաստանն այս վիճակում Հարց։ Հա, այնտեղ։ Քանի որ ինքը տեքված է, ես ուղղակի իրան խորհուրդ կտամ Ստամբուլում Սրբազան Սահակ Մաշալյան կա, իր հետ կապ ունենա, նա շատ կօգնի էլի իրենց։ Tanıyorum. Ճանաչում ենք Tanıyorum. Ես ճանաչում եմ նրան Görüşüyoruz. Հանդիպում ենք Derneğimizin en önemli etkinliklerinden biri de Dersim Ermenilerle Patrikhane arasında ilişki kurmaktır. Մեր միության նպատակներից մեկն է Դերսիմը հայերի եւ Թուրքիայում հայոց պատրիարքության միջև հարակապերի հարաբերությունների հաստատումն է Dersim Ermenilerin oradaki cemaatle bütünleşmesi çok zor bir olay. Ուրեմն Դերսիմը հայերի այդ ընդհանուր հանրության մեջ միավորելը բավականին դժվար գործ է Saat Sırpazan'ın değerli açıklamaları ve bakış açısı var. Սահակ Սրբազանի շատ կարևոր հայացքների եթե ուսումնասիրենք այդ հայացքները Kendileriyle sürekli görüşüyoruz. մենք կտեսնենք այդ Görüşüyoruz. Կապի մեջ Sürekli. Անդադ նրանց հետ կապի մեջ ենք Մի հատ ես հարց ունեմ։ Պատրիարքարանը հեշտությամբ է ցանկացողներին մգրտում։ Patrik çok kolay mı abdest ediyor isteyenleri? Hayır, bu konuda çok rahat olduğumuzu söyleyemem. Ոչ չեմ կարող ասել, որ այս հարցում մենք շատ հանգիստ ենք Patrikhane güvenlik kaygısıyla ուրեմն պատրիարքարանի անվտանգության այդ չլսեցի Խնդիրներ ունի։ անվտանգության խնդիր ունի ve cemaati koruma içgüdüsüyle եւ ընդհանուր հասարակության ընդհանրության միջև կապերի հաստատումը պահպանելու համար այդ կապերը öncelikle նախ եւ առաջ kimlik değiştirmeyi yani nüfus cüzdanı, devletin size verdiği nüfus cüzdanındaki din hanesini Hristiyan yapmanızı istiyor. Ուզում նախ այդ ինքնության խնդրում նախ եւ առաջ ասում են որ պետք է քրիստոնեություն ընդունվի առաջին հերթին Ve Ermeni olduğunuzu ispat etmenizi istiyor. եւ ուզում են որ ապացուցվի հայ լինելը Bu da yetmiyor. Սա եթե չի հերիքում 6 ay din dersi almanızı öngörüyor. 6 ամիս դասընթացներ, լեզվի դասընթացներ են կրոնական դասընթացներ է ուզում անցկացնել Zaten kendi özüne dönmek konusunda sıkıntıları olan Dersim Ermeniler için bu prosedür fazlasıyla zor. Եվ դերսիմի հայերի համար այս process-ը, այս ընթացքը բավականին դժվար է Örneğin devletin okulunda öğretmenlik yapıyor bir şahıs. Օրինակ պետության դպրոցներում ուսուցչություն անող Vaftiz olmak istiyor. Anonimar, mega uzuma gınkıvi. Եթե ուզում եք ընկվել Evet, bunu olmak istiyor fakat kimliği değiştirmek onun için çok zor. Սակայն ինքնությունը փոխելը նրա համար շատ դժվար է Bu sebeple Այս պատճառով էլ vaftiz olmaktan kaçınıyor. այս բանի կնքվելուց խուսափում է Ya da herkes benim kadar şanslı değil. Benim nüfus kayıtlarında Ermeni olduğum görülüyor. Եվ բոլորը չէ որ ինձ նման բախտավոր են, քանի որ իմ տվյալներում հայ լինելս ապացուցվում է Dedemin ismi Ermenice, Ohannes. Իմ հայրիկի պապիկի անունը Օհաննես է Ama herkesin kayıtları bu şekilde sağlıklı değil.
Բայց բոլորի տվյալները չէ, որ այս կերպ պարզ են։ Ve kayıtlarında Ermeni ismi görmeyince Patrikhane Երբ չէ այդ տվյալներում չեն տեսնում հայկական անուն, Պատրիարքարանը vaftiz etmek istemiyor. չի ուզում հրաժարվում է կնք անելուց։ Ben böyle durumda olan bir kadın için dava açtım. Ես այսպեսի մի վիճակում գտնվող կնոջ համար գործ բացեցի Ve Türk mahkemelerinde tanık dinleterek Եվ Թուրքիայի դատարաններում որպես վկա bu kişinin Ermeni olduğunu ispatladım. նրա հայ լինելը ապացուցեցի։ Onun üzerine çocuğunu Ermeni okuluna yazdırabildi. Եվ դրանից հետո նա կարողացավ իր երեխային հայկական դպրոց ուղարկել, գրանցել հայկական դպրոցում։ Ancak bununla ilgili sorunların çözüleceğini düşünüyorum. Բայց մտածում եմ, որ հայկական հարցի լուծման Sorunların çözüleceğini düşünüyorum. մտածում եմ, որ պետք է լուծվի այս խնդիրները պետք է լուծվեն։ Որպես դատարանում արդեն անցավ, ընդունվա մի մուսուլման մի անձը որպես մի նախադեպ, որպես նախադեպ արդեն խնդիրները հեշտ կլուծվի։ Dersim Ermenileri daha çok talep ettikçe Երբ դերսիմի հայերին ավելի երբ ցանկանում են istedikçe երբ ցանկանում են Patrikhane'nin buna bir çözüm bulacağını düşünüyorum. Պատրիարքարանում այդպիսի խնդրի լուծում մտածում եմ, որ պետք է լուծի արդեն այդ հարցերը, խնդիրները։ Շնորհակալություն։ Ուրեմն երբ որ շաբաթնավորին հարցնում են ազգությունը, ինքը ասում է ֆրանսուզ առնասկվը ռազլիվա։ Ես ուզում եմ իմանալ ասել։ Չէ, հայերեն ասել։ Ռուսերենը բան չի, էլի։ Ֆրանսիացի Հայկական ծագում։ Հիմա ուզում եմ իմանալ ինքը իրանից։ Ay, Türkiye irence karşısında nuyun harcı. Şimdi size söylese milletiniz nedir dersinler. Yani Fransız Ermenisi olmaz. Ermeni olur fakat Fransa Cumhuriyeti vatandaşı olabilir. Այսինքն Ֆրանսիայում այնպես է, որ ինքը կարող է հայ լինել, սակայն լինել Ֆրանսիայի քաղաքացի։ Yani bir insanın kökeni, ırkı tektir, o da Ermeniliktir. Եվ մարդու արմատը մեկն է, հայ է։ Ben Türkiye'li bir Ermeniyim. Ես Թուրքիայում ապրող հայ եմ, Ama Türk Ermeni değilim. բայց թուրք հայ չեմ։ Շնորհակալություն։ Ուզում եմ իմանալ ձեր միությունը կապ ունի համշինահայերի միությունների հետ եւ եթե այո, ինչ ակտիվություն է ցուցաբերում համշինահայերը։ Շնորհակալություն։ Sizin birliğiniz hemşinlerleri birlikleriyle bir bağlantısı var mı? Niçin içerisinde? Çok iyi oldu hatırlattınız. Dersim'den sonra kimliğini kaybetmiş önemli topluluklardan biri de hemşin Ermenileri. Ինքնությունը կորցրած կարևոր խմբերից մեկն է համշենահայերն են։ Bizim diğer hay dernekleriyle, Ermeni dernekleriyle ortak bir platformumuz var. Եվ մենք ունենք մի հայկական միությունների հետ մեկ ընդհանուր պլատֆորմ էպես Malatya, Sivas, Sasun, Sasun Ermenileriyle sürekli ilişki içerisindeyiz. Անընդհատ կապի մեջ ենք։ Fakat hemşin Ermenilerinin örgütlenmesi biraz farklı. Սակայն համշենահայերի այդ կազմակերպությունները մի փոքր տարբեր են։ Bunlar hemşinli kimliği üzerinden örgütleniyorlar. Ermeniliği çok fazla öne çıkarmıyorlar. Նրանք հիմնականում ուղղությունը տանում են, որ որպես համշենցի, այսինքն նրանք իրենց որպես համշենի են համարում, ավելի քիչ է դեպի հայ տանելու այդ ուղղությունը։ Çünkü o şekilde kendilerini ortaya koyduklarında derneklerinin zayıflayacağını düşünüyorlar. Եվ մտածում են, որ եթե տանեն այդ ուղղությամբ, ապա նրանց միությունները կթուլանան։ Ama bu harekete öncülük eden bu derneği kuranlar Սակայն սա կարևորող այդ Ermeni կազմակերպությունները olduklarını biliyorlar գիտեն, որ հայեր են ve bunu her yerde de söylüyorlar. եւ որ ամենտեղ էլ ասում են։ Ama Ermeni derneği derseniz Բայց երբ ասում ենք հայ միություն, հայկական üye միություն, olacak çok fazla insan bulamazsınız. շատ մարդ չենք հանդիպի։ Ama bunların dernek yöneticileriyle de görüşüyoruz sürekli. Սակայն այդ միությունների ղեկավարների հետ
Շատ ենք հանդիպում, շուտ. Ben önümüzdeki dönemde onların da Ermeni kimliğinin öne çıkacağını ve bundan kaçınamayacaklarını düşünüyorum. Եվ ես մտածում եմ, որ արդեն ժամանակի ընթացքում նրանք այլևս չեն խուսափի իրենց հայկական ինքնությունից։ Çünkü gerçeklerin üzerine örtemezsiniz. Քանի որ չես կարող ծածկել իրականությունը։ Onlarla da ortak çalışmalarımız olacak tabii ki. Եվ իհարկե նրանց հետ եւս համատեղ աշխատանքներ կլինեն։ Sanıyorum Türk hükümetleri bu geri gönüllere baskı uyguluyor. Baskı uyguladığını zannediyorum. Eğer değilse neden? Şu anki hükümet Ներկայիս կառավարությունը azınlıklarla ilgili biraz daha diğer hükümetlerden farklı. Փոքրամասնությունների վերաբերյալ մի փոքր ավելի այլ դիրքորոշում ունի, քան նախորդ կառավարությունները։ Yeni bir Osmanlıcılık, Osmanlı İmparatorluğu anlayışını getirmeye çalışıyorlar. Նրանք փորձում են նոր մի օսմանյան կայսրության այդ հաղափարախոսությունը առաջ բերել։ O yüzden diğer Türk milliyetçileri gibi değiller. Biraz daha farklı yaklaşıyorlar. Եվ մյուս թուրք գայնականների նման չեն, փոքր ավելի տարբեր ուրիշ ձև են վերաբերվում։ Şu an için somut bize dönük bir saldırı yok. Ներկայումս sense բարձ բացահայտ մեզ նկատմամբ որևէ ճնշում չկա։ Ancak bu durumun değişmeyeceği anlamına gelmiyor. Սակայն սա չի նշանակում, որ այս վիճակը չի փոխվելու։ Çalışmalarımızın düzeyi arttıkça Ինչքան մեծանում է այդ բախումների ve bu devlet için bir tehlike haline geldikçe Եվ երբ պետության ինչ-որ մի վտանգ սկսի սպառնալ, mutlaka bize dönük bazı şeyleri olacaktır, yaptırımları olacaktır. մեզ նկատմամբ եւս ինչ-որ գործողություններ իրականացվեն։ Ama şunu söyleyeyim, Բայց հետեւյալն ասեմ, sistem olarak որպես համակարգ azınlık olmak zaten büyük bir baskı altında kalmak demektir Türkiye'de. Թուրքիայում արդեն իսկ փոքրամասնություն լինելը նշանակում է որոշակի ճշմարտ գտնվել։ Yani özel bir şey yapmasına gerek yok. Ինչ-որ մի կարևոր, ինչ-որ հատուկ գործողություն անելու կարիք չկա։ Zaten var olan sistemde Արդեն իսկ ներկայիս համակարգում yaşamak ve haklarınızı korumak oldukça zor. ապրելը եւ մեր իրավունքները պաշտպանելը բավականին դժվար է։ Biz de bundan payımıza düşeni alıyoruz tabii ki. Մենք իհարկե մեր փայը ստանում ենք իհարկե մեր մասը։ Դուք հաշեք դրել։ Ես կուզենայի իմանալ, Դերսիմում հայկական դպրոցներ կան։ Dersimde Ermeni Իսկ okullar եթե var. կան, Varsa. Hayır inşallah. իսկ եթե կան դասատուներ ովքեր են։ Varsa öğretmenler. Hayır yok. Ոչ չկա։ Bugün İstanbul dışında Հիմա Ստամբուլից դուրս okulu olan bir il yok. որ չկա, որևէ մեկը չկա, որ դպրոց ունենա փոքրամասնություն։ Ama kuracağımız Hrant Dink Kültür Merkezi'yle Սակայն ապագայում ստեղծվելիք Հրանտինքի անվան մշակութային կենտրոնում Ermenice kursu vermeyi düşünüyoruz. մտածում ենք, որ հայերենի դասընթացներ անցկացնենք Bu konuda İstanbul'da yaşayan Ermeni öğretmenler var. եւ այս հարցում էլ Ստամբուլում ապրող հայ ուսուցիչներ կան, որոնք օգնեն այս հարցում։ Bunları 3'er aylık periyotlar halinde dönüşümlü olarak Dersim'e götüreceğiz Եվ մենք աշխատենք այդ ուսուցիչներին բերել դերսին ve kurs açacağız. եւ այդ դասընթացները բացել, սկսել իրականացնել։ Ուրեմն մեր կենտրոնը սկսել է մի CD պատրաստում, ծրագրի պատրաստում թուրքերեն իմացողների համար հայերենի ուսուցման։ Աշխատանքի մի զգալի մասը արված է, բայց animation-ի, այսինքն այդ նկարների բաների կարիքն ենք, այսինքն եթե կան մասնագետներ, որ կուզեն մեզ օգնել, ուրեմն կարող են մեզ դիմել։ Ոչ, animation-ի, կոմպյուտերային նկարելու ծրագրի։ Անիմացիայի։ Իսկ մենք ինչով կարող ենք իրենց օգնել։
Մշակութային եւ մյուս հարցերը։ Çok güzel. Biz diyor onlara nasıl yardım edelim? Hiç արտահայտ հարցեր, բայց քանի որ սխտից է, ոչինչ։ Dil eğitimiyle ilgili başka yerlerde de çalışmalar var. Դրա հետ կապված տարբեր տեղերում էլ աշխատանքներ են ծավալվում։ İstanbul'da bir üniversitede dil bölümü açıldı, Ermenice dil bölümü. Ստամբուլի համալսարանում էլ հայոց լեզվի բաժին է բացվել։ Tüm bunların olması bizi sevindiriyor. Եվ այս դրա արկայությունը մեզ ուրախացնում է։ Böylelikle bu dil sorununu çözebileceğimizi düşünüyorum. Եվ այսպես մտածում ենք, որ այդ մեր լեզվի խնդիրը այսպես կարող ենք լուծել։ Eskisine göre daha kolay ulaşabiliyoruz dil eğitimine. Եվ նախկինի նման հիմա ավելի հեշտ ենք այդ ամենով զբաղվում։ Evet. Ով հարց չի տվել, տվել եք, դուք տվել եք։ Դուք չեք տվել, հա։ Ես ձեզ ունեմ երկու հարց, առաջին հարցս վերաբերվում է, եթե հիմք ընդունեմ նշված 6 միլիոն հայերի թիվը ծպտել հայերի եւ Ծագումով հայերի եւ հարց բարձրանա հողերի վերադարձի հետ կապված եւ այսպեսի մի փաստ կա, որ տարբեր տարածաշրջաններում բնակվող հայերը տարբեր սովորույթներ եւ գաղափարախոսություն ունեն։ Արդյոք պատրաստ են այդ 6 միլիոն մեր ներկայիս բնակչության կրկնապատիկ հայերը միավորվել մեր ընդհանուր պետությանը, թե ստեղծվի երկրորդ հայկական պետություն։ Bu 6 milyon Ermeni onlar Ermenistan kurulduğunda birleşirler mi yoksa nasıl olur? Bu sorunun cevabını vermek çok zor. Այս հարցին պատասխանելը շատ դժվար է։ Bence birleşebilirler. Երևի թե կարողանան, Ama bugün bizim yaşadığımız gibi ciddi bir kültürel uyum sorunu var. սակայն ներկայիս այս ժամանակաշրջանում որտեղ որ ապրում ենք շատ լուրջ խնդիրներ կան, Ama bir kere yola çıkıldı mı bu sorunlar çok kolay aşılır. սակայն որոշակի ընթացքում այս խնդիրը բավականին խնդրի շրջանակները կընդլայնվի բավական։ Örneğin Kürtlere de baksanız Եթե օրինակ եթե տեսնենք թուրքերին, güneyde yaşayanlar, kuzeyde yaşayanlar farklıdır. հարավում ապրողները հյուսիսի ապրողներից տարբեր են, Ama zaman geldiğinde ortaklaşabiliyorlar. սակայն երբ որ հարկ է լինում կարողանում են միավորվել։ Herhalde diğer kültürlerle yaşamaktan daha zor olmasa gerek bir arada yaşamak. Սակայն ավելի հեշտ լինի նրանց համար մի տեղում ապրել, եթե նրանց մշակութային նույնություն կա, էլի, եթե տարբերություն կա, բավականին դժվար է։ İkinci soruyu sorsun. Եվ երկրորդ հարցս Yok be, hadise verecek. մի փոքր թեմայից դուրս է վերաբերում է Թուրքիայի Եվրամիություն արտաքին քաղաքականությանը։ Türkiye'nin Avrupa Birliği Եվրամիությունը այսօր Թուրքիայի առաջ պահանջներ է դրել վերացնելով փակ սահմանները հարևանների հետ, տխրահարչակ 301 հոդվածը քրեական օրենսգրքի վերացնել եւ քաղաքապետարների հետապնդումը վերացնել։ Եթե եւ բազմիցս անգամ Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից հնչեցվել է Թուրքիան համակերպի սեփական պատմության հետ։ Եթե միանգամից Թուրքիան վերացնի 301 հոդվածը բացի սահմանները, արդյոք Եվրոպան կանդեսի ցեղասպանության արդյոք կընդունի Թուրքիան եվրոպական Türkiye'nin madde var ama bunun için baskı yapıyor kaldırsın. Acaba diyor kaldırırsa diyor birinci maddeyi ne gibi gelişmiyor? Türkiye'nin Avrupa Birliği'ne girişi orada yaşayan azınlıklar için önemli bir mesele. Այս խնդիրը Թուրքիայի Եվրամիություն մտնելը կարևոր նշանակություն ունի Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների համար։ Bugün Ermenilik biraz daha rahat konuşulabiliyorsa Հիմա արդեն հայերը մի փոքր ավելի հանգիստ կարող են kısmi խոսել։ olarak Ermeni malları iade edildiyse Եթե մի որոշ չափով հայկական գյուղը կարողանան հետ վերադարձնել, bu hükümetin Ermenileri sevdiğinden değil, եւ սա այնպես չէ որ գալիս է նրանից, որ թուրք կառավարությունը սիրում է հայերին, Avrupa Birliği kriterlerinin Türkiye'ye dayatılmasından kaynaklanıyor. եւ սրա աղբյուրը այն է, որ Թուրքիան փորձում է Եվրամիություն մտնել ու կարևոր հանգամանքներից մեկն է դա։
301. maddeyle ilgili çok tartışma yapıldı çünkü bu simgesel bir madde. 301 հոդվածի վերաբերյալ շատ քննարկումներ են եղել, սակայն քանի որ սա շատ կարևոր մի հոդված է, Türklüğü aşağılamak suçu. Ես սա թուրքականությունը ստորացնող բան ունի, մեղադրանք է։ Bu suçtan 4 kere de ben yargılandım. Սրա այս հոդվածով 4 անգամ էլ ես եմ զբաղվել։ Ama sadece bu değil. Սակայն միայն սա չէ։ Türk Ceza Kanunu Թուրքիայի Ceza-Kanunun Kriminal law քրեական օրենսգիրքը birçok madde içermektedir. շատ բավականին շատ կետեր է իր մեջ ներառում։ Bunların hepsi bizim aleyhimize kullanılabilir. Եվ այս ամենը այդ բոլոր կետերն մենք կարող ենք օգտագործել։ Çünkü bu maddeleri yorumlayan zihniyet, Քանի որ այդ կետերը zihniyette problem var. այդ կետերը կիրառման համար էլ խնդիրներ ունենք։ Örneğin soykırım olduğunu söylemek bugün suçtur Türkiye'de. Թուրքիայում օրինակ գիտենք, որ հայոց ցեղասպանություն ասելն արդեն իսկ մեղք է համարվում։ Bunun gibi birçok madde var. Եվ այս տեսակ շատ կետեր կան, շատ հոդվածներ կան։ Alle letzten Heide wollen identifizieren, eine Katana wird dargestellt. Ich kann mir da auch ein Kind verstellen, kann in Chicanas Sudan verstellen, kann nur dann viel Katana wird dargestellt. Դերսիմա հայերը, ովքեր հրադարձել են Այո, վերադարձան։ Bu hepsinde Ermeniler kendi kimliklerine sahip oluyorlar. Burada ne tehlike olabilir? Ne tehlikeler var? Şimdi sayısal olarak Ermenilerin çoğalması, Այսօր այն հանգամանքը, որ հայերի թիվը մեծանում է, Ermenilerin taleplerinin daha çok dile gelmesi anlamına gelir. գալիս է այն համոզմունքի ենթադրությանը, որ հայոց պահանջատիրությունն էլ ավելի կսկսվի բարձրաձայնել։ Bu insanların neden şimdi bu kimliklerine döndüler sorusu, Ինչու է այսօր խնդիրը այդ մարդկանց ինքնության վերադարձը, beraberinde önceki kimliklerini neden kaybettiler sorusunu getirir. որովհետև նախ եւ առաջ հարց է առաջանում, թե ինչու են կորցրել նրանք ինքնությունը։ Bu da bugün için devletin en büyük tabusudur, soykırım. Եվ սա այն եւ ցեղասպանությունն է Թուրքիա Հանրապետության գլխավոր տաբուն է այսօր։ Bunlarla karşılaşmamak için Եվ սրա հետ չառնչվելու համար ve Türkiye Cumhuriyeti'nin milli birliği ve bütünlüğü için եւ Թուրքիայի Հանրապետության ազգային ու կրոնական միությունը կարող է ստեղծելու համար bunu bir tehlike olarak görüyorlar. Սա որպես մի վտանգ է, տեսնում են վտանգ սրա մեջ։ Aynı şeyi Kürtlere de yaptılar. Այս նույնը նաև քրդերի հետ են անում։ Onları da asimile etmeye çalıştılar. Նրանց էլ են փորձել ասիմիլյացիայի ենթարկել։ Ancak bugün başlarına gelenleri görüyorsunuz Türkiye Սակայն Cumhuriyeti'nde. այսօր Թուրքիայի Հանրապետությունը տեսնում է, թե ինչ են անում քրդերը, ինչ են բերում քրդերը նրա գլխին։ Bundan korkuyorlar. Եվ սրանից վախենում են։ Ստեփան ասել դուք արտադրյալ Ստեփան Եթե կարելի է մի փոքր մի ռետորական ուրեմն հարց կա, որ եթե նայենք մեր պոտենցիալը, հարավես աշխարհի մեր ազգի տեսակի մարդկային պոտենցիալը, ես վստահ եմ, որ այն պոտենցիալը, որ կա Թուրքիայում, շատ ավելին է եւ խորն է, դրա մասին առանձին հարց կա, իմ ասենք հետաքրքրությունների շրջանակում, բայց ես կուզենայի, որ մի քիչ լայներ է կապերը ուրեմն մեր երկու կաթողիկ ուսուցումների
եւ մեր պետական իրենց որպես կազմակերպություն կոչելանկարներ կա, հետո չէ, հարցը ինք տվեք, որտեղ կաթողիկոսությունները իրանց հետ կապ չունեն, էլի։ Իրան վերաբերող հարց տվեք։ Իրենց ծրագրերում մտնում է արդյոք ուրեմն իրենց մասին ավելի տեղեկացնել համար, ասենք ռադիոյի օգտագործումը, թերթերի, ամսագրերի եւ այլն այդպիսի ծրագրեր ունեն եւ կապերը վերականգնելու Tabii ki derneğimiz kurulduğundan bu yana yaptığı birçok faaliyet gerek yerel basında, gerek ulusal basında ve gerekse Ermeni basınında geniş yer buluyor. Մեր միությունը իր գործունեությունն է ծավալում թե տեղական թերթերում, թե ընդհանրապես Թուրքիայի Հանրապետությունում լույս տեսնող թերթեր, նաև հայկական թերթերում։ Zaman zaman televizyonda kullandığımız dönemler oldu. Երբեմն եղել են ժամանակաշրջաններ, որ մենք նաև հեռուստատեսությամբ ենք ելույթ։ Yine internet ve sosyal medya ağları bu konuda çok önemli. Եվ ինտերնետն ու ընդհանրապես մեդիան կարևոր նշանակություն ունի այս հարցում։ Bunları kullanıyoruz ve kullanmak istiyoruz tabii ki. Սա օգտագործում ենք եւ իհարկե ուզում ենք օգտագործել։ Հետաքրքիր է դերսիմում եւ տարածաշրջանը ինչ դատական գործընթացներ են եղել, որոնցով մարդիկ իրենց իրավունքներն են վերականգնել, իրենց հողերը, իրենց հողատարածքները, շինությունները եւ դիտում արտադրում են այդպիսի դատական գործընթացների Şu an Dersim bölgesinde mallarını almak için çalışma yapılmadı. Böyle bir çalışma henüz yok. Դեռևս դերսիմում իրենց ունեցվածքը հետ վերադարձնելու աշխատանք չի կատարվում։ Benim Sason bölgesiyle ilgili zamanında orayı terk etmiş, ailesi öldürülmüş insanların toprakları vardı. Onlarla ilgili şahsi olarak davalar açtım. Ես անձամբ Սասունում հայկական այդ ունեցվածքի վերաբերյալ մի քանի դատական գործ են բացել։ Ama bunlar bireysel davalar, çok fazla sayıda değil. Սակայն սրանք հատուկ է կարելի ասել, շատ չեն։ Ancak vakıflar, İstanbul'daki vakıflar Սակայն Ստամբուլի վակուֆները, այսինքն ունեցվածքը, mallarını almak için çok mücadele ettiler. այդ իրենց ունեցվածքը հետ վերադարձնելու համար շատ աշխատանքներ են տարել։ Çok değerli malları kurtarmaya uğraştılar. Աշխատել են շատ կարևոր ունեցվածքներ փրկել։ Ancak başbakanın biraz çalışmasıyla bu mallar geri verilebildi. Սակայն վարչապետի գործունեության պատճառով այդքան է շատ առաջընթաց չի եղել։ Ama devlet վարչապետի չանքերով մի քիչ լավ ստացվեց դա։ Մի քիչ առաջընթաց եղել է։ Վարչապետի հատուկ ama devlet istemezse ya da siyasi iktidar buna izin vermezse mahkemeler yoluyla hiçbir şekilde mallarınızı geri alamazsınız Türkiye'de. Սակայն եթե նույնիսկ կառավարությունը թույլ տա, դատական համակարգով ունեցվածքը հետ վերադարձնելը գրեթե անհնար է դառնում։ Çünkü yargı sistemi Türkiye'de devlete bağlıdır, bağımsız değildir. Քանի որ այդ դատական համակարգը Թուրքիայում ազատ չէ, նորից կապված է կառավարության գործունեության։ Ve geri verilen mallar tüm Ermeni mallarının %5'i bile değildir. Եվ հետ վերադարձվող այդ ունեցվածքներն էլ հայերի ունեցվածքի 5%-ն էլ չեն կազմում, ինչ որ հնարավոր է եղել հետ վերադարձնել։ Hayır, yaratmaz. Kendi öz kimliğiyle bir insanın yaşaması
ya da bu tip haklar peşinde koşması dünyanın hiçbir yerinde sorun teşkil etmemelidir. Ոչ կարիք չկա, քանի որ ընդհանրապես այդ ակտիվ գործունեություն իրականացնելիս իհարկե վախը կա, սակայն եթե բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, արդեն շատ վտանգ չի լինում, քանի որ կարող է հանրայնանալ այդ խնդիրը։ Gündelik yaşantımızda bazı sorunlar yaşıyoruz. Հիմա բավականին դժվարությունների հանդիպում ենք։ Bir takım ayrımcı uygulamalara tabi oluyoruz. Երբեմն նաև այսպես ասած փորձում են մեկուսացնել մեզ։ Ama kendi kimliğine sahip olmak biraz da bunlarla mücadele etmek anlamına gelir. Սակայն սեփական ինքնությունը կրել ու դա պահպանելը իհարկե նշանակում է, որ որոշակի պայքար պետք է մղվի։ Zaten bunları göze almazsanız kendi kimliğinizi yaşayamazsınız. Եվ եթե այս ամենը մենք նկատի չունենանք, չենք կարող մեր ապրել մեր ինքնությամբ։ Ես ցանկանում եմ իմանալ, որ եթե մի օր Հայաստանից մի խումբ ուսուցիչներ, օրինակ լեզվի, հայոց պատմության կամ հայոց եկեղեցու պատմության, գնան դերսին եւ որոշակի ժամանակահատվածում դասընթաց վարեն եւ այդ երեխաներին հայերենով հայ մշակույթի պատմությունը ներկայացնեն։ Ծնողները որքանով կողմ կլինեն դրան, որ իրենց երեխաները արդեն ամբողջովին փոխված մշակույթով մեծանան եւ ամբողջովին հայկականին վերադառնան։ Buradan bir Ermenistan'dan bir grup öğretmenler dersine gelse ve oradaki okullarda çocuklara Ermenice dili, tarihi, coğrafya her şeyi öğretseler bu toplum nasıl karşılar diyor. Çocuklarda çünkü bir değişiklik yaratacak, Ermenilik yaratacak. Nasıl karşılar? Հարցի շարունակությունը իրավական դաշտը ոնց է։ Հանրությունները ոնց դրան կվերաբերվեն։ Արդյոք թուրքը տան Acaba Türk hükümetleri buna şey yaparlar mı yani? Kabul ederler mi? Bu bir kere hukuken mümkün değil. Ոչ, դա հնարավոր չէ։ Türkiye ile Ermenistan arasında diplomatik hiçbir ilişki Քանի yok. որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև որևէ դիվանագիտական հարաբերություն չկա։ Ve Türkiye'de öğretmenlik yapabilmek için Milli Eğitim Bakanlığı'ndan Եվ Թուրքիայում ուսուցչություն անելու համար ուրեմն Թուրքիայի կրթության համակարգը İzmir Türk Milli Eğitim Bakanlığı'ndan նախարարության կողմից թույլատրություն է անում։ izninizin olması lazım. Պետք է թույլատրություն ստանալ։ Ama dernek faaliyeti altında Սակայն մեր միության գործունեության ժամանակ անվանտակ Türkiye devletince tanınmış öğretmenler aracılığıyla yapabilirsiniz. կարող են Թուրքիայում ճանաչված արդեն Թուրքիայում գտնվող ուսուցիչները արդեն կարողանան ուսուցչություն անել։ Türkiye'si bir dilini Türkiye'ye Türkiye'ye KK'si beklediğini. Տվեք։ Ես կուզեի իմանալ, օրինակ, չեք կարող ձեր երեխաներին ուղարկել մեզ մոտ սովորելու։ Çocuklar yollayamadı Dersimli Ermeniler. Çocuklarını Ermenistan'a yollarsın eğitim için. Bu olabilir. Սա կարող է լինել։ Bunu biz düşündük, güzel bir fikir. Շատ լավ միտք է, որի մասին մենք Bununla ilgili bir nasıl diyeyim bir proje yapılabilir. Սրա հետ կապված մի ծրագիր կարող է իրականացվել։ Burada dil öğrenmeleri sağlanabilir. Եվ այստեղ հնարավոր է իրականացնել լեզվի դասընթացները, լեզու սովորելու process-ը։ Bununla ilgili çalışmalarımız olacak. Այս սրա հետ կապված աշխատանքները շատ դժվար կլինեն։ Belki üniversite ya da liseyi bitirmiş öğrencilerle başlayabiliriz. Հնարավոր է նաև համալսարան ավարտած ուսանողների հետ նման ծրագրեր իրականացվի, սկսվի իրականացնել։ Ve bu sayıyı arttırabiliriz. Եվ այս գնալով թիվը կարող ենք շատացնել։ Bu olabilir, evet. Այո, կարող է լինել դա։ Բացի դրանից նաև որպես տուրիստներ, տուրիզմ, մեր մշակույթին ծանոթանալու, թանգարաններում լինելու, Բայց չմոռանանք, որ այդ ֆինանսների հետ կապված Turist olarak irենց հարցերիներimizi գալը ֆինանսների հետ կապված դրա համար չի ճարում։ Ես կարող վստահեցնել, որ դրա համար չի ճարում։ Belki kendileri bilmiyor ama Dersimli Ermeniler buraya gelip gitmeye başladı.
Երևի դերսիմի հայերը այստեղ գնալ գալ կսեն։ Կարող ասում են că չի իմանում, բայց ասում դերսիմցի հայերը շատ գնում գալիս են։ Bundan bir hafta önce 3 tane Dersim Ermeni burada konuk oldu. Օրինակ սրանից մի շաբաթ առաջ, երեք դերսիմի հայեր եղել են։ Ve önümüzdeki yıl yapılacak olan Hamaygagan etkinliğine Dersim olarak katılacağız. Եվ որպես դերսիմը եւս ներկայացում է համահայկական այդ խաղերին։ Dersimler için Ermenistan yolu açılmış bulunuyor. Եվ դերսիմի հայերի համար արդեն դեպի Հայաստան տանող ճանապարհը բաց է։ Dersim İstanbul'dan daha yakındır Ermenistan'a. Եվ դերսիմը Իստանբուլից ավելի մոտ է Հայաստանին։ Arabayla 10 saat sürüyor. Եվ 10 ժամ է տևում մեքենայով գալը։ Sık sık geleceğiz, merak etmeyin. Միան հանգստացեք, շուտ կգանք։ Դուք տվել եք տեսնենք ուրիշ հետ հարց տող չկա։ Ընտրեն։ Կարճ Զազայերենը եւ թուրքերենը նման է։ Զազաջանը birbirine benzer. Hayır, benzemez. Ոչ, նման չեն։ Zazaca ve Zazaca Ermenice'ye benzer aslında. Ավելի շատ Զազայերենը հայերենին է նման։ Bir etkinliğe amcamı götürmüştüm. Օրինակ իմ հորեղբորն է, Kendisi Zazaca'yı iyi konuşur. Նա խոսում Զազայերեն։ Bu dil çok bize yakın dedi. Ասաց որ այս լեզուն շատ է մեզ նման։ Çabuk öğrenirim ben bu dili dedi. Ասաց որ շատ շուտ կարողանա։ Tabii onun ikisi bir etkileşim, bir izlenim ama fonetik olarak ben de yakın olduğunu düşünüyorum. Ես էլ եմ մտածում որ բավականի նման է։ Քերականություն։ Տվեք։ Դատավարության մասին է տանալու մի քանի բառ, որ ինքը իրավական հիմքերով է կարող ստիպել, որ մուսուլմանները են գնան այդքան դպրոց։ Չենք իրավական հիմքերն ավելում։ Ինչին չասկը Հայք իմ կնոջ անուն կդար աղաղաղտել, որ երեխան մուսուլմանը, ինչ իրավական հիմքով։ Ոնց ակիլի կարող է զանեկատելու çocuğu Müslüman ve o hukuksal temelini soruyorlar. Yani nasıl, hangi hukuksal temelde kazanıyoruz? Şimdi bununla ilgili öncelikle kayıtlara ulaşmaya çalıştık. Նախ եւ առաջ սրա հետ կապված սկզբնական աղբյուրները սկսեցինք ուսումնասիրել։ Ancak kayıtlarda Ermeni olduğuna dair bir belgeye rastlayamadık. Սակայն չհանդիպեցինք մի որևէ փաստաթղթի, որտեղ հայության մասին խոսքը գտա։ Fakat bu şahıs babamın köyüne yakın bir köyde yaşıyordu. Սակայն բարեբախտաբար նա հոր ապրելու տեղին մոտիկ գյուղում էր ապրում։ Dedelerini tanıyordu. Նրա պապերին ճանաչում էր։ Ve bu insanlar ճանաչում են։ ve babamla birlikte değişik köylerden yaşlıları tanık olarak gösterdik. Եվ Babas եւ այլ քյուղերից ձերերը որպես վկա ցույց տվեցին, որ նա եւ հայդիկը եւ մյուս ծերերը գյուղի ապացուցեց վկայություն տվեցին, որ նա հայ է։ Ve mahkeme kabul etmek zorunda kaldı. Եվ դատարանը ստիպված էր ճանաչել դա։ Այսինքն ես հարց շարունակություն ունեմ, այսինքն վկայությունով կարելի է փաստել ազգությունը։ Եթե ասեն երկու հոգի վկայություն տա, որ իրեն diyelim ki bir iki şeyle, şahitle bu iş olabiliyor mu? Tabii ki ama şahitlerin ne şekilde olduğu önemli. Սակայն շատ կարևոր է թե վկաները ինչ վկաներ են։ Şahitler içeriye tek tek alınır. Նախ ներս են մտնում վկաները մեկ-մեկ են ներս Ve թողնում։ bu kişinin dedesinin ismi neydi diye Եվ հարցնում են թե այս մարդու պապիկի անունը ինչ է։ sorduğunda hepsi aynı cevabı verdi. Այդ հարցին բոլորը նույն պատասխանը տվեցին։ Mahkeme doğru söyleyip söylemediklerini test etmek için bir iki yanıltıcı soru sordu. Եվ այդ դատարանն էլ մի քանի այդ որպեսի խորամանկության գնաց, որպեսի ճիշտ են ասում թե չէ։ Ama hepsi çok tutarlı cevaplar verdiler. Սակայն բոլորն էլ հաստատական պատասխաններ էին տալիս։ Bu şekilde kabul etti mahkeme. Այսպիսով դատարանը ընդունեց։ Yani bir kimliği ortaya koymanın başka nasıl bir yol olabilir ki?
Սակայն մեկ ուրիշ ինչ եղանակ է պետք, որպեսզի մի մարդու ինքնությունը ջրի երես։ Yani kayda rastlamadığınız zaman o kişinin Ermeni olduğunu başka türlü ispatlayamazsınız. Քանի որ ըստ ինչ չէ, մի վարքյան հատվյալներով չէին կարողանալու ապացուցել նրա հայ լինելը։ Mecbur kabul etmek zorundasınız. Այսինքն մի քանի հոգի է ձերերից տվել են նույն պատասխանը, նույն հարցերին նույն պատասխաններ տվել են։ Չէ, հայրերը արդեն բարում, հետո արդեն քրիստոնյա մի կարա թարնա։ Ուզում ասա, եթե չգտնա, հայկական Müslümanına բայց hayır kara benim. Eğer diyor bulunmasaydı o Ermeni kökeni olmasaydı Hristiyan olabilir miydi? Olabilirdi ama Ermeni kilisesinden vaftiz belgesi alamazdı. Սակայն հայկական եկեղեցում բան չի կարող լինել արդեն։ Biliyorsunuz. Այսինքն չէ կարողանա հայկական համայնքի գրավել հայկական համայնք, քանի որ այնտեղ Müslümanı բայց հայ կարա գնա դեպքում քրիստոսություն չի ընդունում, մնում մուսուլման, բայց ապացուցում է հայկական դեպքում կարա գնա դեպքում Չէ, դեկան բարձ չի մի ասეთ հայկական դպրոցան նշելով, որտեղ պատրիարքարանը թույլ չի տալիս։ Եթե քրիստոնյա չես պատրիարքարանը, որտեղ դա եկեղեցա պատկան դպրոց է, եկեղեցին դեմ է մուսուլմաններին, դուք մի մոռացեք, այդտեղ բավականին բարդ խնդիրներ կա։ Այն ինչ որ մեր համար տրամաբանական է, դեռ մեր եկեղեցին Այո, այսինքն այդ ակետը պետք չէ պետության կողմից չէ, այլ մեր եկեղեցին։ Իրանք հիմա նորից ավելի բարդ։ Բայց որովհետև պետությունը բնդում, պետությունը ջնջում է մեր եկեղեցին։ Ինչու եկեղեցին դերայները մեր պատրիարքարանը չի ընդունում։ Որովհետև պետք է ճշտվի։ Այդ մարդու հայրն է ճշտվի։ Երկու, ասենք վկայությամբ ազգությունը դատարանը ընդունում է, որ հայա։ İki şahitler mahkeme bunun kişinin Ermeni olduğunu kabul etti. Patriarkaran artık vekayetsam ընդունում է մարդու հայ լինելը։ Եթե երկու հոգի կան, ասեն, որ ինքը հայ է։ Şimdi mahkeme değil de patrikliğe gidip de iki kişi gitse de dese ki bu Ermenidir dese bu kabul edilir mi? Yani kabul eder. Şöyle ki ama gidecek olan tanıkları cemaatten olması gerekir. Սակայն այդ վկաններն էլ պետք է համայնքից լինեն։ Yani bir referansla gitmeniz gerekir. Այսինքն մի ամբողջ ռեֆերանսով անցնել է պետք։ Örneğin benim Կնոջ երեսնեն դատից հետո մի հատ է քրիստոնեություն ասում է պատրաստի։ Diyor o kişi diyor şimdi Ermeni oldu, o çocuk Ermeni oldu. Okula Ermeni okuluna gitmesi için bir de Hristiyan olması lazım mı? Hayır. Patladıkça Hristiyan dinleri. Hayır dinleri. İki şeyi birbirine karıştırmamak lazım. Ermeni okulunda okuyabilmeniz için Ermeni kökenli olmanız gerekir, Hristiyan olmanız değil. Հայկական դպրոցում սովորելու համար անհրաժեշտ է հայ լինել, այսինքն արմատներով հայ լինել, քրիստոնեություն։ Zaten o sebeple dava açtık. Ժամանակ կարելի է մուսուլման լինել, ոչ ինչ։ Այո։ Müslüman olabilir. Öyle mi? Tabii ki. Hayır. Eğer Ermeninin ispatlayabiliyorsa. Fakat şöyle bir durum var, bakın. Բայց այսպեսի մի վիճակ է կան։ Kilisenin verdiği kağıtta sizin Hristiyan olduğunuzla birlikte եկեղեցու կողմից տրվող այդ փաստաթղթերում քրիստոնյա լինելու հետ միատեղ Türkiye Ermeni toplumunun bir üyesidir yazar. գրվում է, որ հայ համայնքի մի անդամ է նա։ Bizim vaftiz kağıtlarımız aynı zamanda Ermeni kimlik kağıdıdır da. Նաև միաժամանակ նաև հայկական ինքնությունը գրվում է նաև հայկական ինքնությունը։ Այդ փաստաթուղթը մեր ինքնությունն հայրենելու ինքնությունն է։ Այդ փաստաթուղթը Պատրիարքարանի դված այդ փաստաթուղթը որպես քրիստոնյա եւ այնտեղ գրում է Թուրքիայի հայոց հասարակության համայնքի անդամ։ Այդ փաստաթուղթը մեր հայրենելի ինքնությունն է թուրք պետության կողմից եւ այլ պետությունների կողմից։ Որովհետև դուք ասում եք հիմա գնանք Պատրիարքարան երկուման չի կարելի, իրավական հիմքը որն է։ Ոնց կարելի է ես գնամ երկու հոգի մարդով, բայց դատարանը որոշում է,
Այս դատարանը որ պիտի որոշի իմ հայտնիները։ Yani Türkiye'de Ermeni olmayan birçok insan da Hristiyan oldu. Թուրքիայում շատ հայեր կան, որ քրիստոնյա չեն։ Ayşevok մարդիկ են քրիստոնյա դարձան։ Ama bunlar Ermeni okulunda okuyamaz. Սակայն նրանք չեն կարող հայկական դպրոցում։ Ermeni okulunda okuyabilmeniz için Ermeni kökenli olduğunuzu ispat etmeniz gerekiyor. Նախ պետք է ապացուցել հայկական դպրոցում սովորելու համար, նախ պետք է ապացուցել, որ հայ է արմատներով։ Վերջին հարցը խնդրեմ։ Մի բան եմ ուզում հարցնել։ Ձեր անունը հայերեն փոխելու համար պարտադիր է դա եկեղեցին անում։ Ասենք ցանկացած հայ, որ մուսուլման է, ուզում է իր անունը հայերեն լինի, հայկական։ Ինչ պարտադիր է գնάει։ Դժվար է որտեղ էլի մուսուլմանությունից անցնի հայկական։ Կարող է կարևորն է, որ ինքը զգում է ինքը հայ է, մուսուլման է, բուդդայական է, ինչ է, ինչ կարևոր է։ Yani դուք ասում եք որ դուք մուսուլմանն եք, ես էլի մեծ սիրով կնստեի, ձեզ կլսեի։ Իմ համար մեկ է, դուք մուսուլման հայ եք, թե քրիստոնյա հայ եք, թե քրիստոնեական հայ եք։ Կարևոր է, որ դուք հայ եք։ Yani դուք ասում եք որ ինչու անունը փոխում եք։ Չէ։ Արած կրոնը փոխելու Şimdi görüyorum ki konu biraz karışık, sebebi de hukuksal bir zemin olmasından kaynaklanıyor. Տեսնում եմ, որ այս հարցը մի փոքր ավելի խառն է, եւ սա գալիս է մեր հայկական արմատից։ İsim değiştirmek apayrı bir konu. İravapanական դաշտ։ Հայերը հետամուս էին, սովետի ժամանակ։ Եվ Թուրքիայի համապետության մասին այդ կապ չունի, իրանք է պիտի իմանան, որ մեր համար կապ չունի, իրանք մուսուլման են, թե ինչ է։ Օրինակ իմ համար կապ չունի։ Դուք խոսեք ձեր անունից խնդրում եմ, որտեղ կան կառույցներ, որոնց համար կապ ունի։ Հասկանում եք։ Ես տեսնում եմ շրջապատում շատ լավ։ Չունի, ձեր անունը ոչ է ձեզ։ Իրոք ասեք թող արդեն ժամին է իրեն։ Sonra yani dininiz, isminiz hiç önemli değil. Ermeni olmanız benim için önemli. Tabii ki önemli olan o, isim değiştirmek apayrı bir konu. Bir Türk Müslüman çok sevdiği bir Ermeni ismini çocuğuna verebilir. Օրինակ մի թուրք մուսուլմանը կարող է հայկական անուն տալ իր երեխային։ İsim değiştirmek çok ayrı bir konu. Իսկ անունը փոխելը շատ տարբեր Din konusunda da size katılıyorum. Müslümanlaşmış Ermeniler meselesi gündeme geldikçe Եվ երբ հայկական հարցն է գալիս օրակարգ, Hristiyanlık çok fazla öne çıkartmak doğru değil. Քրիստոնեությունը առաջ տանել այդքան էլ Aksi takdirde bu insanları elinizde itmiş oluyorsunuz. հակառակը սա կարող է հակառակ արվեցել։ Budist de olabilir, bir Ermeni Budist de olabilir. Կարող է մի հայ լինել նաև բուդիստ։ Bunlar inançtır. Սրանք բոլորն այդ կրոններ են, հավատք են։ Yani tevzit hamazayna etmasi. Etmasi hamazayna. Միադը չիկները բտանձը։ Ես խնդրում եմ ասեք, դուք հոգեպես ինչ ապրում ունեք Հայաստանում լինելով, ձեր հայությունը ինչ ապոխեցի աշխարհի։ Մեծ է։ Ինձ հետաքրքիր ո՞նց ասում Երևանում իրան։ Այս հայերի մեջ Buraya ilk geçen sene gelmiştim. Աննա առաջին անգամ անցած տարի եմ եկել։ Buradan döndükten sonra bir daha buraya ne zaman gelirim diye hep düşündüm ve bunu çok istedim. Եվ այստեղ գալուց հետո երբ գնացի այստեղից միշտ մտածում էի թե հաջորդ անգամ երբ եմ գալու։ Belki şaşılacak düzeyde hiç yabancılık çekmedim burada. Սա եւ շատ հետաքրքիր էր, որ ես ինձ այստեղ օտար չէի զգում։ Kendimi çok mutlu ve rahat hissediyorum. Շատ հանգիստ ու ուրախ եմ։ İstiyorum ki tüm Dersimli Ermeniler buraya gelsinler, benim gördüğüm bu yerleri görsünler istiyorum. Եվ ուզում եմ, որ Դերսիմը հայերը բոլորն էլ գան, իմ տեսածները տեսնեն։
Yani mutluluk ve huzur diyebilirim. Եվ Yani. այլ կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ։ Ծանոթա մեջ գցում է աղջիկը։ Քանի սերունդ պիտի ասել որ հայկական հայկական դպրոց գնալու համար Ermenileri ispat bilişinin Ermeni okuması için kaç nesil ispat etmesi lazım Ermeni okuması? Bunun için nesil önemli değil. Սրա Yani համար կարևոր չէ թե քանի սերունդ է։ benim ailemin kayıtları 1832 yılına kadar geri gidiyor. Ուրեմն իմ ընտանիքի այդ պատմությունը, այսպես ասած, սերնդի պատմությունը 1832 թվականից վեր գալիս է։ Yani 1832'de Dersim'in bir köyünde doğdu benim o annesine. Այսինքն այդ արման սկսած իմ պապերը հենց այդ գյուղում են ապրել։ Bu yeterli. Yani Սա հերիք է արդեն։ istediği kadar eskiye gidebilir. Կարող են գալի ավելի հին ժամանակներ Çünkü bir գնա, insanın ırkı değişmez. բայց դա որը չի փոխի Ermeni մարդու ազգությունը։ anne babadan doğmuş bir çocuk Ermenidir. Արդեն հորից մորից ծնված երեխան հայ է։ İsmi ne olursa olsun kağıtlarda ne yazarsa yazsın ırk değişmez. Եվ չի փոխի ազգությունը, թե այն հանգամանքը, թե ինչ է գրված, ինչ անուն է գրված։ Yani 5 göbek ileriden de bir Ermeni anne babadan doğmuşsanız onun çocukları ve torunları da Ermenidir. Եթե արդեն հայ մայր հայրիկից է ծնվում այդ երեխան, նրա երեխաները եւս ստայդում հայ համարվում, հայ են լինում։ Ասա երեխաների անձերը ասի։ Bir tane çocuğum var adı Arsen. Mi adı unen Arses. Շնորհակալություն Արսեն։ Շնորհակալություն Ստեփանին, նաև շնորհակալություն այդպես Ամին Մերկոնյանի շնորհակալություն։ Ես հաջողություն, ստեսություն։